Հայ որպը անաբադին մեջ սովամահ, ձարավ, սողալով այդ գիզիչ արևինդակ ուներ մեկ երաս։ Հայ մայրը նույնպես դարակցության բահերուն գործընծուցած իր զավակները իր ընտանիքը բռնապարված թուրքին կողմը ինչպես տեսակ երկու վայրկյան առաջ անավատներուն մեջ գործված ուներ նաև մեկ երաս, նույն երասներ, որ նախ ապրիլ եւ ապա արդարություն պահանջել։ Թուրքը բղծեց մեր սրբությունները, մեր եկեղեցիները, մորթեց, ու թարանեց, քանդեց ու մոխիրի վերածեց մեր ամբողջ էությունը, ոչ կներեմ, ոչ ալ գմորնամ, հստակյասիը, ոչ կներեմ, ոչ ալ գմորնամ, միջև այն ադեն, որ թուրք բերությունը գանդես է այս գուրացուցիչ ճշմարտությունը, չընդունելով հայոց ցեղասպանությունը եւ հարություն չհասցնելով մեզի համար անընդունելի կմնա, որևէ մեկ ուրիշ արարք։ Մեզի համար ճշմարտությունը սիրելիներ մեկ է։ Թողոդար պետությունները իրենց անձնական անհեթեթ շահերեն մեկնած մեծուկ կանգնին Թուրքիում, թուրք պետության եւ փորձեն խեղաթյուրել, աղավաղել մեր ցեղասպանության իրականությունը։ Թող մեծ պետությունները ամբողջ գշիրտնին տնեն, որ այս իրականությունը փոխեն, ճշմարտությունը մեկ է։ Մենք երբեք չենք մոռանալ հայ որբին արցունքը, հայ ձերունին դանչանքը, հայ մոր գրած շարժարանքները, մեր գլխազված, մորթված, բռնապարված հայրենագիստերուն արյան գոչը։ Եթե մենք այսօր իբր մարդ արարած գխոսին դառնական նվազագույն պատիվ ունենք, մենք մեզ մարդ գոչելու, մեզ մեկը խնդրվի հարկել գդակը մեր նահատակներուն։ Թքեր եմ անուրերեսին, որ գմորն այս ամենը։ Թքեր եմ անուրերեսին, որ այս կամ այն անհետետ պատճառներով կփորձի անդեսել գդակը մեր նահատակներուն։ Մերենները կմերնին, երբ որ իրենց երազը կմերնի։ Եվ երբ անոնք կմերնին, մեզ մե մասեր կբոգվին ու կչթանան։ Հռոմը գործարեցավ և մորցավ հարկել հիշադակ իր նահատակներուն։ Այո, հարկելիներ, պատմության մեջ շատ մգայսություններ, ազգեր, ժողովուրդներ, ցեղեր եկան ու անցան, բայց մենք հայ ժողովուրդս բազմահազարյա այս վեհ ազգը պատմության մրրիկներ ու ոտորիկներ անցել են մեր վրայեն դարաբաց, բայց միշտ դոգացած, հաջող կոդորված, բայց միշտ վերածնված մնացել ենք ու պիտի մնանք հայ միջև այնադեն, որ ցեզ նման անսագարկ նվիրումով, աննահաճ ոգիով ու աննգուն կյանքով հերոսները կպահպանեն մեր ազգը։ Այո, թույք այսօրվա մեր հերոսները, որ անշեջ կպահեք ձեր մեջ սրբազան հուրը։ 21-րդ դարու ամենօրյա այս կյանքին ցուրման ու ադարացման օրդյանոսի մեջ օր ամեն օր կբայքարիք, կմարդնչեք, որ մնաք հայ, չի դավաճանելով գդակը մեր նահատակներուն։ Նահատակներու հոգիները, որոնք կսավարին մեր գրև, կխայդայդես այս ներգայության, որոնք արավիկի գտնան իրենց հոգիներուն։ Դժվար է իրականությունը։ Ձանր է գոչումը, թերևս բայց հմարդարիտ։ Ձանր է հայության ծառայելու գոչումը, բայց շքեղ որ են գեղեցիկ։ Անոր անսագարկ կերպով ծառայելը, անոր անթուր կերպով աշխատելն ու դքնիլը, ի բանչել արգին նաև անոր համար զոհաբերվիլը։ Անվերջ կտվի լալ պայքարը։ Այս երկար շնչով պատերազմի ընթացքին, շատ մահթանակներու կողքին, գործընծուցիկ կարգ մջագադումներ, բայց մեր գայմը դագավին գայուն է, մեր գայմը դագավին գայուն է, ու անգասկած է մեր նահատակներու ուսավոր շիրիմները վգա պատերազմը միասնաբար պիտի հաղթենք։ Այս երկար հարաճխածքի ընթացքին մեր խորհրդային Հայաստանի հերոս եղբայրները,
հրեշային և հերոսական վճռականությամբ ու խիզախությամբ գերդեցին անկախությունը խորհրդայնացած Հայաստանին և այսպեսով անգամ ևս արևը ծագեցավ Արարատյան դաշտին վրա և մենք ունեցանք անկախացած հայրենիքը։ Անկախացած հայրենիքը պատմականորեն կներկայացնի Արևելահայաստանը, որ ինքնին բաժին մնե ընդհանուր պատմական Հայաստանեն, բայց զգացականորեն և անկասկածորեն անգներկայացնի թարերով ստրկացած հայումը երազներու իրականացումը, հայրենիքը, ուր հայ թագավորը նստած բարձր գահին վրա հայերեն լեզվով գհրամայե հայ զինվորին լախտաստյունը, որ գամփոփե թափարական ու բանթուղթ թարավոր հայու երազը։ Ուր է այսօր ասած հայկական ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային ատյաններու առջև։ Ինչպես գիտեք, սիրելիներ, այս հարցը հրադապ հարց մնե, որ գհուզե ողջ հայությունը իր ամբողջ հատվածներով։ Զգացականորեն և իրավաբանորեն մեզի համար անհրաժեշտ է, որ մեծ թիվով պետություններ ընդունին հայկական ցեղասպանության իրականությունը։ Ներկա ժամանակներու հրամայականները և ապագայի մեր ազգային տեսիլքը մեզ վետելատրեն նախ առաջին հերթին հզորացնել մեր անկախացած հայրենիքը, որն է մեր աչքի լույսը, մեր տեսիլքներուն տեսիլքը, և ապա միասնաբար հայ ժողովուրդը իր ամեն զանազան գունավորումներով ու հատվածներով անգամ ևս կշեշտեմ միասնաբար պայքարի ամլացող հոգեվիճակներուն թեմ, պայքար ի խնդիր մեր ազգային անժամանցելու իրավունքներուն, առօրյա ու հետևողական արձածում մեր անհերքելի և արդար բանջներուն և ծրագրված ու մնայուն մարտակոչ մեր բազմություններուն մասնավորաբար մեր երևեքող երիտասարդության հայ ազգագրական անավարտ պայքարի լրումին ու ախտական ելքին խնդիր, նաև հայ ազգագրական պայքարի մեր պատկերացումին ու հայ տատի վախճանական մեր անդեղի տալի առաջացանքի գծով հետևողական ու մնայուն պահանջը միացյալ ազատ անկախ Հայաստանի ստեղծման իքին անհատական թե հավաքական անհրաժեշտ բոլոր զողություններուն ու բոլոր զոհաբերություններուն ապրի միացյալ ազատ անկախ հայրենիքը։ Շնորհակալ եմ։ Ասկային բարջության անով կուզեինք ստիքնվերողը այսօր մեր սիրելի դոկտոր Արզումանյանին ներկայացնել համեցիկ։ Ուրեմն այսօր կքննադենք դոկտոր Պատկես Արզումանյան հայոց ցեղասպանության 95-րդ ամյակին առիթով իր կատարած բանախոսության Աբու Դաբիի ազգային վարչություն։